Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը փետրվարի 5-ին կայանալիք Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառաջարկի Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծ։ Հայտարարության մասին Ազգային ժողովում կզեկուցի խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նախագծին կից փաստաթղթերում ասվում է. Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, զլմների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը, դրսևորվում է նաև աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրության վերջնական տապալմանը, ասվում է նախագծում։ Թվարկելով այս գործողություններից տուժած անձանց ոլորտներն, այդ թվում հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրած զինծառայողների ընտանիքի անդամներ և հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և այլ անձինք, արձանագրվում է, որ հայտարարությամբ պահանջվում է քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակել և հայտարարությունն ընդունել իբրև կոչ։ Նշենք նաև, որ հայտարարության ընդունման հրատապությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավական և ժողովրդավարական ակնհայտ հետընթացի և օրեցօր ահագնացող քաղաքական բռնաճնշումների հանգամանքներով։